Այսօր հոկտեմբերի 22-ն է եւ տեսնենք, թե ինչ է սպասվում մեր հաղորդման ընթացքում։ Մանհեթենի կենտրոնում այսի հանկարծակի ռեյդը մի ակնթարթում վերածվել է լարված շրջափակման։ Մի քանի րոպեից կտեսնեք, թե ինչի են ընդունակ Նյու Յորքի քաղաքացիները։ Քաղաքական նորություններից բնականաբար կխոսենք շաթդաունի հետևանքների մասին, քանի որ դա արդեն սպառնում է սննդի քարտերին։ Բացի այդ, Ուկրաինայի շուրջ լարված խոսակցություններից հետո հարցականի տակ է հայտնվել Թրամփի եւ Պուտինի հանդիպումը, մանրամասները կիմանաք հաղորդման ընթացքում։ Լավ լուր ունենք բենզինի գների վերաբերյալ, որը ռեկորդային նվազագույնին է հասնելու։ Իսկ հաղորդման վերջում կարևոր տեղեկություն ունենք H1B եւ F1 վիզաներով հետաքրքրվողների համար, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-room-ին, ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Վերջին օրերին ձեր կողմից ցուցաբերած ակտիվությունը իսկապես օգնում է մեզ, մենք շատ ենք գնահատում ձեր աջակցությունը, սիրով կարդում ենք բոլորիդ մեկնաբանությունները եւ կարծիքները։ Կխնդրեմ շարունակեք օգնել մեզ լայքերով ու կոմենտներով, իսկ այժմ անցնենք օրվա թեմաներին։ Մանհեթենի Canal Street-ում միգրացիոն ծառայությունների հանկարծակի գործողությունները վերածվել է անկառավարելի իրավիճակի։ Տասնյակ բարկացած բնակիչներ շրջապատել են դաշնային գործակալներին, փորձելով խոչընդոտել նրանց աշխատանքը։ Դեպքը տեղի է ունեցել կեսօրից հետո Չայնաթաունի հատվածում, որտեղ IC աշխատակիցները կեղծ ապրանքների վաճառքի դեմ պայքարի շրջանակում կատարում էին շրջայց։ Փողոցում հեռախոսների պատյաններ վաճառողի ձերբակալությունը բախումներ է առաջացրել IC գործակալների եւ քաղաքացիների միջև։ Ականատեսների խոսքերով քաղաքացիները շրջապատել են դիմակավորված գործակալներին եւ նրանց մեքենաները։ Գործակալները փորձել են մաքրել տարածքը, հրելով մարդկանց եւ սպառնալով արցունքաբեր գազ կիրառել։ Բարկացած ամբողջի ճնշման տակ որոշ ծառայողներ ստիպված են եղել հետ քաշվել։ Վերջի վերջո լրացուցիչ ուժեր են ժամանել, ովքեր զինված են եղել ինքնաձիգերով եւ պաշտպանական հանդերձանքով։ Անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գործողությունն ուղղված էր բացառապես կեղծ ապրանքների վաճառքի դեմ, սակայն այն խաթարվել է բռնի ցուցարարների կողմից։ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը իր հերթին շեշտել է, որ քաղաքային իշխանությունները կապ չեն ունեցել գործողությունների կազմակերպման հետ եւ ընդգծել է մեջբերեմ ներգաղթյալները, ովքեր փորձում են կառուցել իրենց ամերիկյան երազանքը, չպետք է դառնան ոստիկանության թիրախ։ Մեր ջանքերը պետք է ուղղվեն իսկապես վտանգավոր հանցագործների դեմ։ Մեջբերման ավարտը։ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զիջումների գնալ դեմոկրատական կուսակցության հետ կառավարության ֆինանսավորման շուրջ առաջացած հակամարտությունում։ Նրա խոսքով հանրապետականները չեն թողնի, որ իրենց շանտաժի ենթարկեն եւ չեն ընդունի դեմոկրատների խելահեղ ծրագրերը։ Մեր ուղերձը պարզ է, մենք չենք ընդունի նրանց պահանջները, դեմոկրատները պարտավոր են աջակցել կառավարության աշխատանքի շարունակությանը։ Չակ Շումերը եւ Սենատի դեմոկրատները պետք է քվեարկեն մաքուր երկկուսակցական որոշման օգտին եւ բացեն կառավարությունը։ Այն պետք է գործի հենց հիմա, ասել է Թրամփը։ Նա մեղադրել է դեմոկրատներին ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված ֆինանսավորման առաջարկը մերժելու համար, այն անվանելով անիմաստ կուսակցական ատելության դրսևորում։ Նրա խոսքով Սենատի դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերը եւ իր դաշնակիցները դաշնային կառավարությունը պահում են պատանդի կարգավիճակում եւ փորձում են հաջողանալ իրենց կուսակցության ծայրահեղական թևին։ ԱՄՆ-ում բենզինի գները կարող են 4 տարվա ընթացքում առաջին անգամ իջնել մինչև $3 մեկ գալոնի դիմաց։ Բնականաբար դա Կալիֆոռնիային չի վերաբերում, սակայն այստեղ նույնպես էժանացում կգրանցվի։ Գների նվազումը պայմանավորված է նավթի ավելացվող մատակարարումներով, պահանջարկի անկումով եւ ձմեռային էժան վառելիքի խառնուրդների շրջանառությամբ։ Այս պահին գալոնի միջին գինը երկրում կազմում է մոտ $3.05, իսկ վերջին անգամ այն հասել էր $3 2021 թվականի մայիսին։ Էներգետիկ շուկայի մասնագետների խոսքով Միացյալ Նահանգներում նավթի արտադրությունը հասել է պատմական առավելագույնին, օրական ավելի քան 13.6 միլիոն բարել նավթ է դուրս բերվում ընդերքից։
Բացի այդ, նոր մատակարարումներ են ավելացել Բրազիլիայից, Գանայից եւ Արգենտինայից։ Ըստ ԱՄՆ էներգետիկայի վարչության նավթի գինը կազմում է բենզինի արժեքի շուրջ 51%, ուստի նրա էժանացումը անմիջապես արտացոլվում է սպառողների ծախսերում։ Վարչության կանխատեսմամբ այս տարվա մնացած հատվածում բենզինի միջին գինը կլինի մոտ $3.10, իսկ 2026-ին մոտ $2.90։ ԱՄՆ-ում դաշնային կառավարության շարունակվող շաթդաունի պատճառով վտանգվել են ցածր եկամուտ ունեցող միլիոնավոր մարդկանց սննդային նպաստները։ Նոյեմբերի 1-ից մի քանի նահանգներում կարող է դադարեցվել SNAP ծրագիրը, որը սննդով ապահովում էր շուրջ 42 միլիոն Ամերիկայի քաղաքացիների։ Ծրագիրը ղեկավարվում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության կողմից, որը սննդի գնումների համար տրամադրել է էլեկտրոնային քարտեր։ Սակայն մի շարք նահանգներ, այդ թվում Թեքսասը եւ Փենսիլվանիան, նախազգուշացրել են, որ եթե շաթդաունը չավարտվի մինչև հոկտեմբերի 27-ը, ապա նոյեմբերյան վճարումները կսառեցվեն։ Փենսիլվանիայի սոցիալական ծառայությունների դեպարտամենտը հայտարարել է, որ առանց դաշնային ֆինանսավորման հնարավոր չի լինի բաշխել նպաստները։ Նմանատիպ զգուշացումներ են հնչեցրել նաեւ Մինեսոտան եւ Նյու Յորքը։ Այս իրավիճակը արդեն առաջացրել է լուրջ անհանգստություն այն ընտանիքների շրջանում, որոնց եկամուտները կախված են այս ծրագրից։ Ջորջիայի նահանգի Ռոքդեյլ շրջանում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ տղամարդը մտնում է Star Kids Academy մանկապարտեզ եւ հրկիզում շենքը։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է կասկածյալը մեքենայով մոտենում շենքին, ապա բենզինի տարայով մտնում շենք։ Բարեբախտաբար այդ ժամին մանկապարտեզում ոչ ոք չի եղել եւ զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել։ Նախքան հարևան շինությունների վրա տարածվելը տեղի հրշեջների կողմից հրդեհը արագ մարվել է։ Մանկապարտեզի սեփականատերը հայտնել է, որ սա մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ իր հաստատությունը դառնում է նման հարձակման թիրախ։ Նախորդ տարի անհայտ անձինք վնասել էին շենքի պատուհաններն ու տարածքի տեսախցիկները։ Ներկայումս ոստիկանությունը որոնում է կասկածյալին, ուսումնասիրելով մոտակայքի անվտանգության տեսախցիկների նոր կադրերը։ Տեղական համայնքը հայտնել է իր վրդովմունքը, պահանջելով վերականգնման աշխատանքներում աջակցել մանկապարտեզին եւ խստացնել տարածքի վերահսկողությունը։ ԱՄՆ սահմանապահ եւ իրավապահ ծառայությունները վերջին ամիսներին արձանագրել են ֆենտանիլի բռնագրավման կտրուկ նվազում։ Չնայած այս քիմիական օփիոիդը շարունակում է արտասահմանից լայնորեն ներթափանցել երկիր, 2025-ի օգոստոսին ֆենտանիլի բռնագրավումները նվազել են շուրջ 45%-ով, նախորդ ամսվա համեմատ։ Մասնագետների գնահատմամբ այս փոփոխությունը կապված է միաժամանակ տարված մի քանի աշխատանքների հետ, սահմանային վերահսկողության, նոր ռազմավարության, մաքսանենգության երթուղիների փոփոխության եւ պահանջարկի տատանումների հետ։ Եթե 2019-23 թվականներին ֆենտանիլի բռնագրավումները աճում էին տարեցտարի, ապա 2025-ին արձանագրվել է անկում։ Միայն հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ սահմանին բռնագրավել է մոտ 6873 ֆունտ ֆենտանիլ, այսինքն մոտ 3 տոննա, ինչը 52%-ով պակաս է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ֆենտանիլը համարվում է հերոինից մոտ 50 անգամ ավելի ուժեղ օփիոիդ եւ ընդամենը 2 միլիգրամ դոզան կարող է մահացու լինել։ Թեև բռնագրավման քանակը նվազել է, նրա մասնաբաժինը ընդհանուր թմրանյութերի հոսքերում շարունակում է աճել։ Եթե 2019-ին ֆենտանիլը կազմում էր ԱՄՆ-ում առգրավված օփիոիդների մոտ 32%-ը, ապա 2024-ին այդ ցուցանիշը հասել է արդեն 94%-ի, ինչն այն դարձրել է երկրի գլխավոր թմրանյութերի սպառնալիքը։ Իսկ այժմ տեսնենք, թե այսօր ինչ է հրապարակվել մեր սոցիալական կայքերում։ OpenAI-ը ներկայացրել է Atlas անունով նոր ինտերնետային բրաուզերը, որը կառուցված է Google Chrome-ի հիմքի վրա եւ համատեղում է ChatGPT-ին ինտերնետային որոնման հետ։ Օգտատերերը կարող են ուղղակիորեն հարցեր տալ կայքերի բովանդակության մասին, օգտագործելով կողային Ask ChatGPT վահանակը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ Սպիտակ տունը երկրորդ Թրամփ-Պուտին գագաթնաժողովի շուրջ ժամանակավորապես դադարեցրել է նախապատրաստական աշխատանքները։ Հիշեցնեմ, որ այն նախատեսվում էր անցկացնել Բուդապեշտում։ Նախագահ Թրամփը հայտարարել է հանդիպման մասին, սակայն Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ ունեցած լուրջ բանակցություններից հետո շեշտել է, որ ակնկալում է պատերազմի դադարեցում երկու կողմերից։ Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
հայտնել, որն անվանել են առանց պայմանավորվածության, եւ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ հավելյալ հանդիպման անհրաժեշտություն այս պահին չկա։ ԱՄՆ-ի հետ աճող առևտրային լարվածության ֆոնին եւ անշարժ գույքի երկարատև ճգնաժամի պայմաններում Չինաստանի տնտեսությունը տարվա ամենադանդաղ աճն է գրանցել։ ՀՆԱ-ի աճը դանդաղել է մինչև 4,8%, իսկ ներդրումները եւ սպառումը շարունակաբար նվազում է։ Չնայած այդ ճնշումներին, արտահանումը դեպի Եվրոպա, Ասիա եւ Աֆրիկա աճել է, փոխհատուցելով ԱՄՆ շուկայի 27%-անոց անկումը, ինչը վկայում է Պեկինի փորձերի մասին, այն է նվազեցնել Վաշինգտոնից կախվածությունը եւ ձևավորել տնտեսական ազդեցության գլոբալ քարտեզը։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Կալիֆոռնիայի Օնտարիո քաղաքի մոտ միջնահանգային համար 10 մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել, 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Բեռնատարներից մեկը առանց արգելակելու մեծ արագությամբ մտել է խցանված երթևեկության մեջ։ Ականատեսները պատմել են, որ բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի եւ մի քանի մեքենաների, ինչից հետո տեղի է ունեցել ուժեղ պայթյուն։ Տեղում մեկ մեքենա է այրվել, իսկ բեռնատարի վարորդը 21-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու համար։ Ոստիկանության տվյալներով վթարից տուժել են 4 բեռնատար եւ 4 մեքենա։ Դեպքից հետո մայրուղու արևմտյան ուղղությունը մի քանի ժամ փակվել է, ամբողջ շրջանում առաջացնելով մեծ խցանումներ։ Թրամփը պահանջել է, որ արդարադատության նախարարությունը իրեն վճարի $230 միլիոն փոխհատուցում իր դեմ իրականացված հետաքննության համար։ Թրամփը ներկայացրել է 2 պաշտոնական բողոք, առաջինը վերաբերում է 2016 թվականի իր նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի հնարավոր կապերի քննությանը, իսկ երկրորդը գաղտնի փաստաթղթերի սխալ օգտագործմանը եւ Մարալագոյում անցկացված խուզարկության գործին։ Նա նաեւ ընդգծել է, որ այս գործերը իրեն հսկայական ֆինանսական եւ քաղաքական վնաս են պատճառել եւ հավելել է, որ եթե ստանա փոխհատուցում, ամբողջ գումարը կուղղի բարեգործական նպատակների համար։ Նյու Յորքի քաղաքապետի ընտրապայքարի սոցիալիստ թեկնածու Զոհրան Մամդանին շնորհիվ ներգաղթյալ ընտրողների լայն աջակցության առաջ է անցել իր հակառակորդներից։ Ըստ Patriot Polling-ի վերջին հարցման Մամդանին ստացել է 43% աջակցություն, առաջ անցնելով նախկին նահանգապետից եւ հանրապետական թեկնածու Քերթիս Սլիվայից։ Հարցման տվյալներով արտասահմանում ծնված ընտրողների շրջանում նրա աջակցությունը հասնում է մինչև 62%-ի, մինչդեռ Cuomoն ունի միայն 24%, իսկ Սլիվան 12%։ Միևնույն ժամանակ Նյու Յորքում ծնված ամերիկացիների շրջանում առաջին տեղում է նախկին նահանգապետը 40% հավանությամբ, Մամդանին երկրորդն է 31%, իսկ հանրապետական Սլիվան 25%։ Զավեշտալի է, որ չնայած Մամդանիի խոստումներին պաշտպանել աղքատների եւ աշխատավորների շահերը, նրա հիմնական աջակիցները բնակվում են քաղաքի ամենաթանկ շրջաններում։ Նա առաջատար է Մանհեթնում եւ Բրուքլինում, որտեղ մեկ ամսվա համար վարձերը միջինում հասնում են $5700 եւ $4500։ Ըստ Կոլումբիայի նախագահի հայտարարության, Կոլումբիան հնարավոր է ազատվի Թրամփից։ Բնականաբար այս խոսքերը բուռն արձագանք են առաջացրել ինչպես Վաշինգտոնում, այդպես էլ իր երկրում։ Նրա խոսքերը հնչել են Univision-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի միջև թմրանյութերի դեմ պայքարի շուրջ հարցազրույցի ժամանակ։ Պետրոն ասել է, մարդկություն ունի մի ճանապարհ, պետք է փորձել փոխել Թրամփի հայացքները։ Ամենահեշտ ձևը հենց նրա միջոցով։ Եթե դա չստացվի, ապա ազատվել Թրամփից։ Հարցազրույցի ընթացքում հարավամերիկյան երկրի առաջնորդը նաև խոստովանել է, որ իր երկիրը վերահսկողությունից դուրս է եկել, սակայն ընդգծել է, որ Բոգոտան ղեկավարվում է ժողովրդի կողմից, ոչ թե ճակերտավոր թագավորի։ Ավելի ուշ Կոլումբիայի նախագահը փորձել է մեղմել իր խոսքերը, պնդելով, որ Թրամփի հեռացմանը կոչ չի արել եւ իր նպատակը եղել է դիվանագիտական ճանապարհով պաշտպանել Կոլումբիայի շահերը։ Տեքսասի իշխանությունները հայտնել են, որ ընտրողների ցուցակներում հայտնաբերվել է ավելի քան 2700 հնարավոր արտասահմանցիներ, որոնք գրանցված էին որպես ընտրողներ։ Այս տվյալները ստացվել են լայնածավալ ստուգման արդյունքում, որը իրականացվել է նահանգի պետական քարտուղարի նախաձեռնությամբ։
Ընդհանուր հաշվով հայտնաբերվել է 2724 կասկածելի գրանցում, որոնց տվյալները փոխանցվել են Թեքսասի շրջանային իշխանություններին սեփական հետաքննություններ սկսելու համար։ Նահանգի պաշտոնյան ընդգծել է, որ այն անձինք, ովքեր կճանաչվեն որպես արտասահմանցիներ եւ միաժամանակ մասնակցել են ընտրություններին, կփոխանցվեն նահանգային գլխավոր դատախազի գրասենյակին հնարավոր քրեական մեղադրանքների համար։ Հարավային Լոս Անջելեսում դաշնային ծառայողները ներգաղթի վերահսկման գործողության ընթացքում կրակ են բացել։ Ըստ ոստիկանության միջադեպը տեղի է ունեցել ICE գործակալների օգնությամբ։ Գործողությունների ընթացքում գործակալները մեքենաներով շրջապատել են ապօրինի մուտքի մեջ կասկածվող տղամարդու մեքենան։ Վերջինս փորձել է իր մեքենայով ազատվել շրջափակումից եւ հարվածել է ICE մեքենաներին, ինչից հետո աշխատակիցները պաշտպանական կրակ են բացել։ Վիրավորված տղամարդը 44-ամյա Ռիկարդո Պարիասը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մարշալի տեղակալը ձեռքի վնասվածք է ստացել։ Դաշնային դատախազը հայտնել է, որ Պարիասին առաջադրվել է մեղադրանք դաշնային պաշտոնյայի վրա հարձակվելու համար եւ նրան սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում։ DAJC փոխնախարարը միջադեպը կապել է ապաստարան քաղաքների քաղաքականության հետ, պնդելով, որ տեղական իշխանություններն ու ակտիվիստները խրախուսում են ներգաղթյալներին դիմադրել ձերբակալությանը։ Սակայն միգրացիոն իրավապաշտպանները հակադարձել են, մեղադրելով դաշնային ծառայություններին բռնի մեթոդների կիրառման մեջ։ Վերջին ամիսներին Լոս Անջելեսի շրջանում նմանատիպ միջադեպերը շատացել են։ Օգոստոսին Գվատեմալայից տղամարդ էր զոհվել ICE գործողության ժամանակ, իսկ հուլիսին ֆերմայի աշխատող էր մահացել ձերբակալությունից փախչելիս։ Միացյալ Նահանգների բնակչության կառուցվածքը ոչ միայն տնտեսական ու սոցիալական զարգացման ցուցանիշ է, այլև երկրի պատմական ու մշակութային ձևավորման կարևոր բաղադրիչ։ Այսօր բնակչության աճի կենտրոնը աստիճանաբար տեղափոխվում է դեպի հարավ եւ արևմուտք, արտացոլելով այն, թե որտեղ են ստեղծվում աշխատատեղերը, զարգանում նոր քաղաքներ եւ ձևավորվում կենսունակ համայնքներ։ Ամերիկայի բնակչությունը 2025 թվականի դրությամբ հասել է մոտ 336.4 միլիոնի եւ դրա կեսից ավելին ապրում է ընդամենը 10 նահանգում։ Ամենաբնակեցվածը Կալիֆոռնիան ունի շուրջ 38.1 միլիոն բնակիչ, իսկ Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի եւ Սան Դիեգոյի քաղաքային գոտիները մնում են երկրի ամենախիտ բնակեցված տարածքները։ Չնայած որոշ բնակիչներ հեռանում են բարձր հարկերի եւ կյանքի թանկության պատճառով, բայց Կալիֆոռնիան մնում է տեխնոլոգիական, կինոարդյունաբերական եւ յուղատնտեսական առաջատարը։ Երկրորդ տեղում Թեքսասն է ավելի քան 31.4 միլիոն բնակչությամբ։ Վերջին տասնամյակում Թեքսասը գրանցել է ԱՄՆ-ում բնակչության ամենաարագ աճը՝ ավելի քան 5.2 միլիոն մարդ։ Նահանգի խոշոր քաղաքները Օսթինը, Դալասը եւ Հյուսթոնը դարձել են նորարարական կենտրոններ, որտեղ զարգանում են տեխնոլոգիաները, էներգետիկան եւ արդյունաբերությունը։ Երրորդ տեղում Ֆլորիդան է, շուրջ 23.2 միլիոն բնակչությամբ։ Այս նահանգը վերջին տարիներին գրանցել է բնակչության մոտ 18.4% աճ, դառնալով ոչ միայն զբոսաշրջության կենտրոն, այլև թոշակառուների նախընտրելի վայր։ Ֆլորիդան ունի ԱՄՆ-ի ամենաբարձր ներքին միգրացիոն ցուցանիշներից մեկը, տարեկան ավելի քան 300,000 նոր բնակիչ։ 4-րդ եւ 5-րդ տեղում են Նյու Յորքը եւ Փենսիլվանիան, համապատասխանաբար 19.7 միլիոն եւ 13.1 միլիոն բնակչությամբ։ Նյու Յորքը չնայած որոշ կրճատմանը մնում է ֆինանսական մայրաքաղաք, իսկ Փենսիլվանիան արդյունաբերության եւ կրթական կենտրոն։ Երկուսն էլ պահպանում են կարևոր դերը ԱՄՆ-ի քաղաքական եւ տնտեսական դաշտում։ ԱՄՆ-ի ժողովրդագրական պատկերը շարունակաբար փոխվում է, արձագանքելով տնտեսական հնարավորություններին, տեխնոլոգիական զարգացումներին եւ կենսապայմանների տարբերությանը։ Եթե նախկինում երկրի բնակչության կենտրոնը գտնվում էր հյուսիսային եւ արևելյան նահանգներում, ապա այսօր այն աստիճանաբար տեղափոխվում է դեպի հարավ եւ արևմուտք։ Այս միտումը ձևավորում է նոր քաղաքներ, փոխում քաղաքական հավասարակշռությունը եւ ազդում երկրի ապագա տնտեսական ռազմավարության վրա, վերաձևելով մարդկանց կանխատեսումները եւ պատկերացումները։ Թրամփի վարչակազմը հրապարակել է մանրամասն բացատրություն H-1B աշխատանքային վիզայի նոր պետական տուրքի վերաբերյալ, որի չափը $100,000 է սահմանվել։ Ըստ Թրամփի, այս փոփոխությունը ուժի մեջ է մտել ԱՄՆ աշխատաշուկան պաշտպանելու համար։
Ըստ ներգաղթի եւ քաղաքացիության ծառայության վճարումը պետք է կատարվի միայն առցանց հատուկ հարթակի միջոցով եւ վիզայի դիմումը կհամարվի ամբողջական միայն այն դեպքում, երբ դիմորդը ներկայացնի վճարման հաստատման կտրոնը։ Միևնույն ժամանակ կազմակերպությունը հրապարակել է բացառությունների ցանկը, որոնց նկատմամբ նոր վճարումը չի տարածվում։ Նոր կանոնը վերաբերում է բոլոր այն H1B վիզայի դիմումներին, ովքեր դիմել են արտասահմանից սեպտեմբերի 21-ից հետո, սակայն նրանք, ովքեր արդեն գտնվում են ԱՄՆ-ում եւ դիմում են վիզայի երկարաձգման կամ թարմացման համար, ազատվում են վճարից։ Նույնը վերաբերում է նաեւ F1 ուսանողական վիզայով դիմողներին, ովքեր ավարտելուց հետո ցանկանում են ստանալ H1B։ USCIS-ը պարզաբանել է, որ նույնիսկ եթե նման անձը ժամանակավորապես լքի ԱՄՆ-ն եւ վերադառնա, Թուրքը կրկին չի գանձվի, ինչը վերջ է դրել նախագահի հայտարարություններից հետո առաջացած շփոթությանը։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մեզ աջակցելու համար հարկավոր է պարզապես լայքել այս տեսանյութը եւ մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը մեր կատարած աշխատանքի վերաբերյալ։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5:30-ին։ Շնորհակալություն։